Արվեստն ապրում է ժամանակի մեջ, բայց չի ենթարկվում ժամանակին, այն անցյալն ու ներկան միավորելու գերբնական ուժ ունի։ Կադրում Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի նախկին սաներն են։ Ուղիղ կես դար անց արվեստը կրկին իր շուրջն է համախմբել ուսանող ընկերներին։ Միայն թե այսօր նրանց պատկառելի տարիքն ու ճերմակ մազերը չեն խանգարում լինել այն նույն երիտասարդը, որը ժամանակին հումորի մեծ վարպետ էր կամ լավագույն ընկեր։ Ստեղծագործական մտածողության եւ ընկերության միավորման սկզբունքով էլ հավաքվել եւ հոբելյանական ցուցահանդեսով են ներկայանում։ Զգացողությունը մի քիչ դժվար է բացատրել, ամենակարևորը, որ ներկա փաստն է, խոսում է այդ մասին, որ մենք այս ամբողջ իրագործեցինք ջերմությամբ, բոլորի սրտով է ու շատ ցանկալի էր եւ ոնց ասում է, իրականացավ այն հերոսի բանով ասած երազանքը մեր բոլորի, որ համատեղ այս երկար այդ բացակայությունից հետո կարողացանք ընդհանուր մի հատ հայտարարի գալ եւ ցուցահանդես կազմակերպել։ Տարիներ անց խորագիրը կրող ցուցահանդեսի գաղափարը կուրսի ավագինն է եղել։ Պավել Թումասյանին հաջողվել է համախմբել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող ընկերներին։ Հատուկ ուշադրության են արժանացրել այն ընկերների աշխատանքները, որոնք ֆիզիկապես արդեն իրենց հետ չեն։ Միասնական կուրսի աշխատանքը ցուցահանդեսը շատ հետաքրքիր է այդ առումով, որովհետև մեր մոտ հիշողություններն են հիմնականում մեր անցած տարիների, երիտասարդ տարիների, դրանից հետո մենք տարբեր ժամանակներում ստեղծագործել ենք եւ հիմա միասին ենք ներկայացնում ենք յուրովի ձեռագրերով, չեմ ասում, չգիտեմ ինչ ուղղություններով, բայց համենայնդեպս բոլորի ձեռագրերը յուրովի են եւ իրար կողք այս ձեռագրերով աշխատանքները շատ գեղեցիկ նայվեցին, հետաքրքիր ցուցահանդես դարձավ, բայց ամբողջ էությունը այս ցուցահանդեսի հենց այդ ջերմությունն էր, որ մենք ունեինք կարոտած ուսանողական տարիների, որ բաժանված էինք իրարից, հիմա միասին ենք։ Ցուցադրված են հեղինակների ոչ միայն վերջին տարիների, այլև ուսանողական տարիների ստեղծած գործերը։ Ներկայացված է տասնյակից ավելի նկարչի 50 աշխատանք։ Գեղանկարիչ քանդակագործ Սամվել Մարտիրոսյանի ցանկությունը մեծ է, որ այս ձևաչափով հանդիպումները երբեք չդադարեն։ Սա մեծ ստիմուլ է տալիս, որ մենք կաշխատենք էլի, հուսում եմ, որ կունենանք երկրորդ, երրորդ երևի դա Աստված հաջողություն լինի, ստեղծագործենք բոլորն էլ ու ունենանք այդ ցուցահանդեսները։ Ես միշտ սիրում եմ ոչ թե ավելի շատ անցյալով հուշերով ապրել, այդ անցյալը իմ ամենասիրելի բանն է, բայց ամենակարևոր բանը ավելի սիրելի ներկան է եւ դրանից ավելի սիրելի բանը ապագան է, որ մենք նկարելու ենք, շարունակելու ենք նկարել այն նկարները, որ ապագայում ենք անել, ես դրանց ավելի շատ եմ սիրում, քան հիմա եղածները։ Ցուցահանդեսի տեսքով խորհրդանշական այս վերամիավորումն ակնկալում է հուշերի տեղատարապ։ 50 տարի անց կտավների ու խոսքերի միջոցով պատմելու, հիշելու շատ բան ունեն։ Ընկերները միմյանց խոստացել են, ինչպես տարիներ առաջ միասին են սկսել ստեղծագործական ուղին, այնպես էլ շարունակելու են մինչև կյանքի վերջ։ Հասմիկ Ֆարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։